Բարև ձեզ հարգելիներս, շարունակվում է աստრო ուղեցույցը, այսօր խոսել ենք ուրան մոլորակի մասին։ Ուրանը արեգակնային համակարգի ամենատարօրինակ և խորհրդավոր հսկաներից մեկն է։ Նրա ամենազարմանալի առանձնահատկությունն այն է, որ նրա պտտման առանցքը գրեթե զուգահեռ է իր ուղեծրին։ Եթե մյուս մոլորակները պտտվում են հոլի պես, ապա ուրանը կարծես գլորվում է արեգակի շուրջը։ Սա նշանակում է, որ մոլորակի բևեռները 42 տարի լիակատար մթության մեջ են, իսկ հաջորդ 42 տարին մշտական լույսին։ Աստղաբանության մեջ ուրանը համարվում է բարձրագույն մոլորակներից մեկը և խորհրդանշում է այն ամենը, ինչը դուրս է գալիս սովորականի սահմաններից։ Եթե Մերկուրին պատասխանատու է տրամաբանության և առօրյա մտածողության համար, ապա ուրանը բարձրագույն բանականության, ինտուիցիայի և հանկարծակիության։ Ուրանը կառավարում է աստղաբանության մեջ ջրհոսներին, տարը օդ։ Ուրանը մեկ կենդանակերպի նշանում մնում է 7 տարի, իսկ ամբողջ ցիկլը կատարում է 84 տարում։ Քանի որ նա երկար է մնում նշաններում, ապա համարվում է սերնդային մոլորակ և բնութագրում է մի ողջ սերնդի վերաբերմունքը ազատությանը տեխնոլոգիաների առաջընթացի համար։ Ուրանի տված էներգիան մարդկությանը նման է կայծակի հարվածի, դա տեղի է ունենում անսպասելի և քանդում ամեն հին բան, նորին տեղ բացելու համար։ Առանց ուրանի տված էներգիայի չի լինի գիտական հայտնագործություններ, բարձր տեխնոլոգիաներ, համացանցը, վերջին մոդելի հեռախոսներ, հրթիռներ, ինքնաթիռներ, էլեկտրաէներգիա նույնպես չէր լինի, ռոբոտաշինությունը չէր զարգանա, կարճ ասած, ես այժմ ունեմ հնարավորություն ձեզ հետ առցանց շփվելու նրա միջոցով։ Ուրանը նաև համարվում է աստղաբանների մոլորակը։ Ուրանը հովանավորում է այն մարդկանց, ովքեր նայում են ապագային և չեն վախենում լինել նորարար։ Նա հեղափոխականների մոլորակն է, առանց նրա տված էներգիայի երկրներում հեղափոխություններ չեն լինի։ Նա ստիպում է մարդուն լինել յուրահատուկ։ Եթե մարդու անձնական քարտեզում ուրանը ուժեղ է, ապա այդ մարդը սովորաբար ունենում է ոչ ստանդարտ մտածելակերպ, սիրում է կատարել փորձարկումներ, չի սիրում սահմանափակումներ։ Շատ կարևոր է, թե որ տանն է ձեր անձնական քարտեզում գտնվում ձեր ուրանը։ Օրինակ, եթե նա գտնվի 10-րդ տանը, ապա մարդը կարող է հաճախակի փոխել իր մասնագիտությունը և աշխատանքը։ Եթե 9-րդ տանը, ապա դուք կարող եք կիսատ թողել ձեր բարձրագույն կրթությունը կամ փոխել ձեր ֆակուլտետը, կամ տեղից տեղ տեղափոխվել։ Իսկ դուք գիտեք, որտեղ է գտնվում ձեր ուրանը։ Ով է ուրանը ըստ առասպելի։ Ըստ հունական առասպելի, Ուրանոսը հանդիսանում է երկնքի անձնավորումը։ Նա սերում է քաոսից և հանդիսանում է Երկրի Գայայի ամուսինը։ Աշխարհի ստեղծումից առաջ, ըստ առասպելի, սկզբում միայն Ուրանոսն էր ու Գայան։ Ամեն գիշեր Ուրանոսը իջնում էր Երկրի վրա ծածկելով այն։ Նրանց մթությունից ծնվեցին առաջին արարածները՝ տիտանները, կիկլոպները և հարյուրաձեռն հսկաները։ Այստեղ կարելի է հիշել աստվածաշնչյան ծննդոց գիրքը։ Երկիրը անձև ու դատարկ էր, մթություն կար իր մեջը։ Այսպես, ուրանը ատում էր իր զավակներին, քանի որ շատ տգեղ տեսք ունեին, հատկապես հսկաներին և կիկլոպներին։ Նա թույլ չէր տալիս նրանց դուրս գալ լույս աշխարհ, թաքցնում էր նրանց Երկրի խորքերում, Տարտարոսում։ Սա մեծ տառապանք է պատճառում Գայային, Երկրին։ Գայան, չդիմանալով ցավին, որոշեց պատժել ամուսնուն։ Նա ստեղծեց մանգաղը և խնդրեց իր որդիներին օգնել իրեն։ Մեկ կրտսեր Կրոնոսը համարձակվեց դուրս գալ հոր դեմ։ Երբ ուրանը հերթական անգամ իջավ Գայայի մոտ, Երկիր Կրոնոսը, մեր Սատուրնը, թաքստոցից դուրս եկավ և հարվածեց հորը։ Սպանեց հորը, նետեց ծովը։ Ըստ առասպելի, ծովի փրփուներից, որտեղ ընկել էր Ուրանոսի մարմնի մասերը, ծնվեց գեղեցկության և սիրո աստվածուհին Աֆրոդիտեն, որին մենք անվանում ենք Վեներա։ Այստեղից է նրա անունը նշանակում փրփուր։ Այս պատմությունը բացատրում է, թե ինչպես երկինքն ու երկիրը բաժանվեցին միմյանցից, ինչը հնարավորություն տվեց կյանքին զարգանալ։ Նրանց միջև եղած տարածության մեջ Ուրանի անկումով սկսվեց տիտանների դարաշրջանը, որոնց հետագայում փոխարինեցին օլիմպիական աստվածները Զևսը և մյուսները, մինչև մեր օրերը ռոբոտների, նորարար տեխնոլոգիաների դարաշրջանը։ Աստղաբանության մեջ Ուրանը մոլորակի անունը պատահական չի։ Ինչպես Կրոնոսի Սատուրնի արարքը փոխեց տիեզերքի ընթացքը, այնպես էլ Ուրան մոլորակը խորհրդանշում է կտրուկ շրջադարձեր և հին կարգի քանդում։ Այսքանը մեր Ուրան մոլորակի մասին։ Եվ քանի որ նա կառավարում է ջրհոս նշանին, ապա հաջորդիվ կխոսենք ջրհոսների մասին։ Եթե ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք, հավանեք, կհանդիպենք։